Թութքը կամ հեմորոյը կարող է զարգանալ ուղիղ աղիքի ստորին հատվածում ճնշման բարձրացման պատճառով, առաջացած հետևյալ գործոններից՝ լարվածություն, կղազատման ժամանակ, զուգարանակոնքի վրա երկար ժամանակ նստելը, քրոնիկ փորլուծություն կամ փորկապություն, գեր լինելը, հղի լինելը, հետանցքային կամ անալ սեռական հարաբերություն ունենալը, ցածր բջջանքային սննդակարգը եւ պարբերաբար ծանրության բարձրացնելը։ Տարիքի հետ մեծանում է թութքով հիվանդանալու ռիսկը։ Դա պայմանավորված է նրանով, որ հյուսվածքները, որոնք աջակցում են ուղիղ աղիքի եւ հետանցքի երակները, կարող են թուլանալ եւ ձգվել։ Դա կարող է տեղի ունենալ նաեւ հղիության ժամանակ, քանի որ երեխայի քաշը ճնշում է հետանցքի շրջանի վրա։ Մեծահասակների մոտ 3/4-ը կյանքի ընթացքում ունենում են թութքի նշաններ եւ ախտանիշներ։ Թութքը ունենում է տարբեր պատճառներ, բայց երբեմն պատճառները մնում են անհայտ։ Բարեբախտաբար կան թութքի բուժման արդյունավետ մեթոդներ, շատերը ունենում են ախտանիշների թեթևացում, տան պայմաններում բուժումից եւ ապրելակերպի փոփոխությունից հետո։ Բարև իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Մեդինֆորմ հաղորդաշարն է եթերում, այսօր մենք զրուցելու ենք բավականին տարածված մի խնդրի մասին, դա թութքն է, բոլորին շատ հայտնի ռուսական տերմինով է հայտնի իհարկե հանրության շրջանում գեմորոյը, ինչպես անտեսված այս խնդիրը դարձել է իսկապես չարիք, հատկապես կանանց համար, ովքեր հետծննդյան շրջանում որպես կանոն ձեռք են բերում այս խնդիրը։ Եվ ես այս խնդրի մասին, դրա լուծման ուղիների մասին, ինչպես նաև ինչ վիճակից կարող է կամ բարդանալ հեմորոյը, զրուցելու եմ հրավիրել Իզմիրլյան բժշկական կենտրոնի պրոկտոլոգ Վիկտորիա Պողոսյանին։ Բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ Մեդինֆորմի հյուրն եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես նույնպես բժշկուհի եւ այսպես հեմորոյ բավականին տարածված այս խնդիրը հիմնականում սպառնում է հիպոդինամիայի, այսինքն քիչ շարժուն կյանք ունեցող մարդկանց, դրանց շարքում ընդգրկված են հիմնականում վարորդները, այո, տղամարդկանց խմբում, իսկ կանանց խմբում իհարկե հետծննդյան շրջանում առաջացող։ Խնդրեմ ներկայացրեք ինչն է դրդում այս խնդրի առաջացմանը։ Տեսեք, թութքը ունի 4 աստիճան, առաջի, երկրորդ աստիճանի ժամանակ կարողանում ենք կոնսերվատիվ ենթարկել բուժման, իսկ երրորդ, չորրորդ աստիճանի դեպքում արդեն կատարում ենք վիրաբուժական միջամտություն, վիրաբուժական է լինում բուժումը, հիմնական պատճառներն են թութքի առաջացման, փորկապությունները, փորլուծությունները, ոչ ճիշտ սնվելը, Եվ ինչպես ես նշեցի, քիչ շարժվել է, այո, նստակյաց կյանքը, ֆիզիկական ոչ ակտիվ լինելը, հետծննդաբերական, նախածննդաբերական շրջանը, վարորդների մոտ, այո, նստակյաց կյանքը եւ նաեւ ալկոհոլի չարաշահումը, կծու թթուի չարաշահումը։ Իսկ կան մարդիկ հետաքրքիր, որոնք այս նույն խմբի մեջ են մտնում, այսինքն նույն այս վնասակար սովորույթներ կամ նպաստող գործոնները կիրառում են, սակայն նրանց մոտ չի առաջանում թութք, իսկ ոմանց մոտ առաջանում է այս ուսումնասիրությունը որևէ կերպ կատարվել է բժշկությամբ։ Որպես այդպեսին չի կատարվել, շատ մարդիկ կան, որ չարաշահում են կծուն թթուն ալկոհոլը, բայց իրանք աշխատունակ են ավելի ֆիզիկական ակտիվ վիճակում են գտնվում եւ ժառանգականությունն էլ որևէ այցություն ունի։ Գիտեմ, որ այս խնդրով շատերը տարիներով լուռ ապրում են, հանրությանը տեղյակ չպահելով, նույնիսկ հարազատների նկատի ունեմ, եւ հարմակերպված այս բարդ իրավիճակի առողջական այս տհաճ խնդրի հետ ապրում են։ Թաքնված, թաքցնելով այս խնդիրը, բարփակվելով աշխարհից, կիրառելով տարատեսակ ժողովրդական մեթոդներ, թեպետ որոնք արդյունավետ չեն, ինչ է կարծում սա ինչի կարող է հետագայում հանգեցնել։ Տեսեք, ժողովրդի մեջ խոսում եմ, որ վայ թութք ունեմ, բա որ գոյացությանը վերածվի ինքը, չարակ, այդպեսի բան չկա, ուղղակի կբարդանա ինքը։ Առաջին իսկ ախտանշանների դեպքում պետք է դիմեն, երբ որ նշում են ցավ, արյուն, դիսկոմֆորտ, հանգույցի արտանկում, այդ դեպքում պետք է դիմել բժշկի, քանի որ կանխենք խնդիրը։ Իսկ երբ որ չեն դիմում մեզ, արդեն բարդանում է, դառնում է երրորդ, չորրորդ աստիճանի թութք, այդ պատճառով էլ կատարում ենք վիրահատական միջամտություն։ Այսինքն առաջին եւ երկրորդ փուլերում սա պարզապես դեղորայքային բուժում է պահանջում։ Այո, գալիս են, կատարում ենք առաջնային զննում, անամնեստիկ տվյալները հավաքում ենք,
որից հետո պարզ է դառնում դեղորայքային ենք բուժումը կատարում կոնսերվատիվ, թե վիրաբուժական։ Առաջի երկրորդ աստիճանի դեպքում կատարում ենք մոմիկների, քսուկների եւ խմելու տեսքով, երրորդ չորրորդ աստիճանի դեպքում արդեն վիրաբուժական միջամտությամբ։ Գիտեմ, որ բժշկական շատ ինովացիաներ նաև այս ոլորտ են ներխուժել եւ եթե նախկինում սա համարվում էր շատ բարդ հետվիրահատական ընթացք ունեցող վիրահատություն, խնդիր, ապա հիմա դա բավականին կրճատվել է։ Ներկայացրեք, խնդրեմ, նոր մեթոդը վիրահատության, որը բավականին հեշտացրել է հիվանդի համար հետվիրահատական ընթացքը։ Տեսեք, նախկինում կատարում էինք տամպոնադա հետվիրահատական շրջանում, հիմա դա չենք կատարում, այսինքն հետվիրահատական շրջանում աղիքում տամպոն չենք դնում։ Կարերը շատ առաջ ամեն հանգույցի արտաքին եւ ներքին հանգույցների վրա կարեր էինք դնում, հիմա այդպես չի։ Լազերով կտրում հեռացնում ենք հանգույցները, որպեսզի հետվիրահատական շրջանը ավելի քիչ ցավոտ լինի։ Ընդամենը այս բարդություններից խուսափելով էլ երևի հեշտացել է հիվանդի համար, այո, այս ընթացքը։ Եվ Նելի ջան, երբ որ ժամանակին են մեզ դիմում, դա էլ է հեշտացնում իրավիճակը։ Բուժառուներ ենք ունենում, որ գալիս են, ասում ենք պետք չի վիրահատություն, փոքրիկ հանգույցներ են լինում դրսում, ասում են չէ, չենք ուզում որ դա լինի, վիրահատում ենք եւ ընթացքը ավելի լավ է լինում, հետվիրահատական շրջանը ավելի քիչ ցավեր են ունենում բուժառուները։ Եվ մի բան էլ նշեմ, շատ բուժառուներ խուսափում են դիմելու բժշկի եւ բարդություններ են ունենում, որից մեկը համարվում է արյունահոսությունը։ Թութքից արյունահոսում են, առաջանում է անեմիա եւ երբեմն լինում են բուժառուներ, որ արյուն ենք փոխներարկում վիրահատությունից առաջ եւ հետո։ Սա այդտեղ անտեսվածության երբեմն լինում է, այո, որ բուժառուն ունենում են խնդիր, հանգույցները արտանքված են լինում, սակայն ցավեր չի ունենում, բայց արյուն է կորցնում։ Եվ ասում է, քանի որ ցավեր չունեի, դրա համար չդիմեցի, բայց արյուն է կորցնում։ Այո, սա նաև այլ հետևանքներ ունի։ Այո, ուզում եի հարցնել նաև շատ հիվանդություններ անտեսելու հետևանքով մենք բարբերաբար բժիշկների հետ միասին Մեդինֆորմի շրջանակում ներկայացնում ենք, թե առողջությունը ինչ այլ խնդիրներ կարող է կրել, առաջանալ նոր խնդիրներ, այո, ասես անտեսել։ Տեսեք, երբ որ ժամանակ առ ժամանակ արյուն է կորցնում, առաջանում է աշխատունակության անկում, հոգնածություն, թուլություն, այդ իսկ պատճառով պետք է դիմել ժամանակին։ Այո, բացի դա նաև սուր ցավերը։ Այո, դա հաճախ է, որ չգիտես թե երբ կարող է։ Երբեմն այնպեսի դեպքեր է լինում, որ հանգույցները դուրս եկացած հազիվ քայլելով դիմում են մեզ, ուզում են շտապ վերջ տան ցավերին։ Դրա համար ժամանակին է պետք դիմել։ Եվ արդեն խոսենք հետվիրահատական այո ընթացքից, այ հիվանդը ինչ սահմանափակումներ կարող են ունենալ հետվիրահատական շրջանում։ Տեսեք, հետվիրահատական շրջանում բոլոր բուժառուները մեզ ասում են կլինի չսնվենք, որպեսզի կղազատում տեղի չունենա, վերքերը լավանան, ցավեր չունենա, նոր գնան։ Բայց այդպես չի։ Մենք պարտադիր ասում ենք պետք է սնվեք, որպեսզի աղիքը ամեն օր գործի։ Քանի որ հետվիրահատական շրջանում, եթե աղիները ամեն օր չգործեն, մենք նոր խնդիր կառաջանա։ Այո, կառաջանա, դա հետվիրահատական ստրիկտուրան է։ Եվ բարբերաբար պետք է այցի գան, այսինքն որ նշանակում ենք պետք է բուժառուն գա, որ տեսնենք վերքերը ոնց են լավանում։ Շատ բուժառուներ ունենք, ասում են դե բժիշկ ջան, վերքերս լավ է, դրա համար չեմ ուզում գանք, ասում ենք ոչ, պետք է գաք։ Համ ձեր համար է դա պետք, համ մեր համար է պետք, որպեսզի հետագայում բարդություններ չունենանք։ Եվ բուժառուներին բոլոր պարտադիր է սնվելը, ասում են կծու թթու չուտեն, ոգելից չօգտագործեն, միաժամանակ այնպեսի սնունդ օգտագործեն, որպեսզի փորկապություն կամ փորլուծություն չառաջանա, որովհետև այո, հետվիրահատական շրջանի մասին է, որովհետև համ փորկապությունը, համ փորլուծությունը վերքերը կան, ցավ են պատճառել։ Այո։ Բժշկուհի, եւ որքան էլ մեթոդները հեշտացել են, այնուամենայնիվ սա համարվում է պացիենտի համար դժվար խնդիր, դժվար հետվիրահատական ընթացք։ Ես կցանկանայի պարզել, արդյոք թութքի վիրահատությունը կյանքի ընթացքում կատարվում է մեկ անգամ եւ այդ խնդիրը մեկ ընդմիշտ լուծվում է։ Այո, Նելի ջան, մեկ ընդմիշտ վերանում է խնդիրը, մենք վիրահատությունը կատարում ենք ռադիկալ, այսինքն արմատական հեռացնում ենք թութքը, որպեսզի հետագայում բուժառուն խնդիրներ չունենա։
Շատ լավ, եւ որպես ամեն օր նմանատիպ խնդիրների հետ բախվող եւ ոլորտի պրոֆեսիոնալ բժշկուհի ցանկանայի մեր հեռուստադիտողին ձեր խորհուրդները տայիք, եթե ձեզ այցելեն պարզապես պրոֆիլակտիկ ստուգվելու, դուք ինչ խորհուրդ կտաք նրանց, որպեսզի խուսափեն թուրքի առաջացումից։ Բուժառուների երկու տիպ կա։ Առաջի տիպը այն բուժառուներն են, որոնց հետ մի բան լինում է, վրաց դիմում են բժշկի։ Եվ դա գնահատելի է։ Իսկ երկրորդ տիպ բուժառուները նրանք են, ովքեր որ են ասում դանակը ոսկորին է հասնում, նոր դիմում են բժշկի։ Այո։ Դրա համար առաջին իսկ դեպքում, որ դիմում են մեզ խնդիրը ի հայտ գալու դեպքում, ասում ենք բուժառուներին, որ խուսափեն վատ սովորույթներից։ Երբ որ ամեն ինչը մեր ասած ձևով անում են, կարգավորվում է ու վիրահատական միջամտության չի հասնում խնդիրը։ Իսկ վիրահատելուց հետո երևի թե պետք է մի փոքր էլ կենսակերպ այո, մոտավորապես 1.5-ից 2 ամիս գտնվում են մեր հսկողության տակ մինչև վերքերի լրիվ ապաքինումը, 2-ից 3 շաբաթ պահում են դիետա, որից հետո նորմալ սնվում են։ Հրաշալի է, շնորհակալ եմ հետաքրքիր ինֆորմացիայի համար եւ կարծում եմ շատերը իսկապես նմանատիպ խնդիրներ ունենալու դեպքում արդեն կողմնորոշվեն թե ում դիմել եւ ինչ կերպ վարվել եւ ինչպիսին է առհասարակ այս վիրահատության հետագա հետվիրահատական ընթացքը։ Շնորհակալ եմ Վիկտորիա։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաեւ ձեզ ուշադրության համար, դե ինչ մենք եւս մեկ անգամ գալիս ենք այն եզրակացության, որ պետք է խնդիրները կանխարգելել հենց սկզբից, քանի որ ավելի հեշտ է կանխարգելել քան բուժել, այնպես որ եթե նկատել եք նմանատիպ նշաններ, հետանցքի շրջանում ցավ, փոքրիկ արյունահոսություն կամ կղանքի ժամանակ դժվարություն, իհարկե այս ամենը կարող է հետագայում վերածվել ավելի բարդ եւ լուրջ խնդիրների, պետք է դիմել մասնագետի, պրոկտոլոգի եւ չզբաղվել հարևանների, բարեկամների խորհուրդներով։ Ես զրուցում եմ Իզմիրլյան բժշկական կենտրոնի պրոկտոլոգ Վիկտորիա Պողոսյանի հետ, մաղթում եմ ձեզ հաճելի օր, եղեք առողջ եւ ուշադիր եղեք ձեր առողջության յուրաքանչյուր փոփոխությանը, կհանդիպենք։